Իզմիրյան բժշկական կենտրոնի բակում հավաքված հավատավորները շնորհավորել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի ծննդյան տարեդարձը։ Սրբազանին անակնկալ շնորհավորելու են եկել Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, Միքայել Սրբազանի ազգակիցները, падգամավորներ եւ հավատացյալներ, ինչպես նաեւ հեռակա ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից շնորհավորանքներ են ուղղել Բագրատ եւ Արշակ Սրբազանները։ Շիրակի թեմի առաջնորդը իրեն շնորհավորողներին հետևել է պատուհանից։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ եւ հույս հավատացելով Քրիստոս Աստվածներ, պայա, պահպանյա եւ օրնյա, ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, Թրկիա երևելի եւ աներևի չլանվույն, արժանավորյա գողության փառավորել, ըստ քեզոն թոր եւ ընծրփող կույտ, այժմ միշտ եւ ավիտյանս հավիտենից, ամեն։ Հունվարի 1-ից Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանը, գրել է հրապարակ թերթը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին։ Հայաստանի արտգործնախարարությունը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Ըստ պարբերականի որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քլիչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկների փաթեթը։ Մասնավորապես Թուրքիայից Հայաստան եկող բեռների փաստաթղթերում որպես վերջնակետ պետք է նշվի Հայաստանը Վրաստանի փոխարեն, ինչպես նաև պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի Երասխից մինչև ադրբեջանական սահման եւ Ախուրիկից մինչև թուրքական սահման, բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա, օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը։ Ըստ հրապարակի օրեր առաջ Փաշինյանի Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա է եղել։ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու մատուցվող պատարագին։ Նա հայտնել է սոցցանցի իր էջերում տարածած տեսանյութում։ Փաշինյանի խոսքով իրեն դիմել են հարցով, թե արդյոք թույլատրելի է տարբեր եկեղեցիներում ամենայն հայոց կաթողիկոսի անունը լսելիս հենց այդ պահին բողոք արտահայտելը։ Վարչապետը պատասխանել է. Այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է, որովհետեւ դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարել են որպես վեհ եւ որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ եւ չեն կատարել դա, չեն կատարում դա եւ չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ, մենք Հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու հետևորդներս պետք է ոչ մենք վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը եւ ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք։ Երևանում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Գիշերը Կոմիտասի Պողոտա եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում միանգամից բախվել է 6 մեքենա։ Վթարի հետևանքով 5 անձ, որից 2-ը երեխա, տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդները եղել են սթափ, դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնել է Փրկարար ծառայությունը։ Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսյանի եւ Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվար անցանելի է կցորդող տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական եւ հարաբետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ստեփանձմինդալարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում Կիրակի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, հայտնել են Սպիտակ տնից։ Հանդիպումը բաց է ԶԼՄ-ների համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահան հայտնել էր Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու լավ հնարավորությունների մասին եւ նշել, որ իր կարգավորած 8 պատերազմներից սա ամենաբարդն է։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իրենց անհրաժեշտ են 15 տարվա անվտանգության երաշխիքներ։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին եւ Ուկրաինայի այլ շրջանների։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից 1 օր առաջ, մասնավորապես թիրախավորելով մայրաքաղաք Կիևը, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ վիրավորվել է 22 մարդ, այդ թվում 2 երեխա։ Ճապոնիայում ձնաբքի պատճառով 50 մեքենաներ մերկասառույցի վրա բախվել են իրար։ Զոհվել է 2, վիրավորվել 26 մարդ։ Բախման հետևանքով մեքենաներից մի քանիսը բռնկվել են։ Կրակը մարվել է ավելի քան 7 ժամ անց։ Հրդեհի ստուժածներ չեն եղել։
Թայլանդը եւ Կամբոջան շաբաթներ տևած մարտերից հետո ի վերջո եկել են համաձայնության։ Կողմերը պայմանավորվել են զորքերին թողնել իրենց հաստատված դիրքերում, դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու սադրանքները եւ սահմանել մոնիթորինգ։ Գանայի Հո քաղաքում զինված դիմակավորված անձին կրակ են բացել կենտրոնական մզկիթում աղոթքի նախապատրաստվող հավատացյալների վրա։ Կրակոցների հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել։ Տեղի բնակիչներն ու կրոնական առաջնորդները միջադեպը կապում են Վոլտաշրջանի մուսուլմանական համայնքում տարիներ շարունակվող ներքին վեճի հետ, որը վերաբերում է մզկիթի եւ համայնքի ղեկավարությանը։ Վեճը ըստ տեղացիների շարունակվում է ավելի քան 1 տասնամյակ եւ կապված է իմամության շուրջ իշխանության հարցի հետ։ It's good to talk to you and Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչում է Սոմալիլենդի հանրապետությունը եւ նրա ինքնորոշման իրավունքը։ Սոմալիլենդի նախագահին լուրը հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ, նշելով, որ ճանաչման փաստաթուղթը ստորագրում է հենց զրույցի պահին։ Նեթանյահուն սովորակել է որպես պատմական իրադարձություն, ընդգծելով, որ կտեղեկացնի Դոնալդ Թրամփին Աբրահամի համաձայնագրերին միանալու Սոմալիլենդի պատրաստակամության մասին։ Աբրահամի համաձայնագրերը ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի միջև արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այս համաձայնագրերով են արաբական երկրները ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը, թույլ տալով լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Իտալիայի Պրատո Նևոսոյ լեռնադահուկային հանգստավայրում վերջին օրերին գրանցվել է ձյան ռեկորդային բարձր ցուցանիշ։ 24 ժամվա ընթացքում տեղացել է մոտ 1.5 մետր ձյուն։ Հանգստավայրում ձյան ընդհանուր քանակը հասել է մոտ 3 մետրի, ինչը այս եղանակին Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է։ Յակուտսկում Լենագետի վրայով անցնելիս մարդկանց տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է սառույցի մեջ։ Մահացել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա, 5 վիրավոր հոսպիտալացվել է։ Ջերմաստիճանը հասել է մոտ -45 աստիճանի։